Սկզբից վարչական, հետո սահմանադրական դատարան։ Ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու պահանջով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմում է բարձր դատարան։ Սահմանադրական դատարանից ԲՀԿ-ն պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը, վերաքվեարկություն նշանակել եւ մանդատների բաշխման այլ կարգ սահմանել։ Անվավեր ճանաչելու դեպքում 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից երկուսը։ Առաջինը, որ ամբողջությամբ անվավեր եւ վերաքվեարկություն, որովհետեւ խախտումները եղել են շատ բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական։ Մանդատների այլ կարգ սահմանելը նշանակում է հետևյալը. եթե սահմանադրական դատարանը գա եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէր անվավեր ճանաչել այն երկու տեղամասերում արդյունքները, ապա պետք է գա եզրահանգման, որ իրականում ձայների այլ բաշխում է լինելու եւ արկա այս վերջին որոշման բաշխման փոխարեն պետք է այլ թվեր լինեն, ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կստանա, եթե չեմ սխալվում, հաշվել է 5 կամ 4 մանդատ, այսինքն անցողիկ շեմով 5 մանդատներ ոնց որ անցնում։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքը։ Դրա հետևանքով ԲՀԿ ձայները նվազել են եւ կուսակցությունը արհեստականորեն զրկվել է ազգային ժողով անցնելու հնարավորությունից։ Մեր քաղաքական թիմը պարոն Ծառուկյանի գլխավորությամբ հակված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու արդարության վերականգնման համար։ Տարբեր առիթներով նշել եմ, հիմա եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ խոսքը ամենևին Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի համար տարվող պայքարի մասին չէ։ Այս ամբողջ գործընթացը ընդհանրապես արդարության վերականգնման մասին է, որովհետեւ իշխանության ներկայացուցիչներ, տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, երբ որ հորջորդում են ժողովրդավարության մասին, մեր ընտրողների ազատ կամ արտահայտման մասին, մասնավորապես նույն զինվորների քվեարկության հետ կապված տարատեսագրառումներ աչքովս ընկան, որ երբ որ մատնանշվել էին կոնկրետ այդ տեղամասերում խախտումների մասին, ընդ որում այդ գործընթացի սխալ կազմակերպման պատասխանատվությունը եւս իշխանությունների ուսերին է, որովհետեւ եթե կոնկրետ զինվորների ընտրելու գործընթացը կանոնակարգվում է բանակի կողմից, պետք է ընդհանրապես ճիշտ ժամանակին այդ ամեն ինչը կազմակերպել, որպեսզի նաեւ նույն այդ զինվորների ընտրելու իրավունքը խաթարված չլիներ ու ինչպես նաեւ այդ մասերում քվեարկած մեր մի քանի հազար հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Սա հնարավոր գործիք է այդ անարդարության դեմ պայքարելու եւ արդարությունը վերականգնելու փորձ։ ԿԸՀ որոշումները ԲՀԿ-ն վիճարկել էր նաև վարչական դատարանում, թեև վարչական դատարանը մերժել էր ԿԸՀ-ի դեմ ԲՀԿ ներկայացրած երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել էր խախտում եւ վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ Սակայն հունիսի 14-ին վերջնական արդյունքը հրապարակելու օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովն անտեսեց վարչական դատարանի որոշումը։ Պատմության ընթացքում Հայաստանի առաջին դեպքն է, երբ որ սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։ Այսինքն միշտ հիմնավորումները, որ բերվում է, քննարկում են, ասում են, ազդ էր արդյունքների վրա, չէր ազդի արդյունքների վրա։ Հիմա ունենք դեպք, երբ որ վերահաշվարկի արդյունքում հրապարակվել են թվեր, այդ թվերով Բարգավաճ Հայաստանը հավաքում է 4%-ից ավել, 50-ից ավելով է, այսինքն ձայն, հետո մեկ էլ հանկարծակի երկու հատ ընտրատեղամասում անվավեր են ճանաչվում եւ դրա արդյունքում 153 ձայն չի երիկում։ Առաջին դեպքն է, ցենց բան չի եղել։ Քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով սահմանադրական դատարան են դիմել նաև Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքները, Միասնության թևեր, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն եւ Նոր ուժ կուսակցությունները։ Քաղաքական ուժերը հայտարարել են ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական թվերը չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը եւ քվեարկության ճշգրիտ արդյունքը։ Եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդ, հաղթում է պետությունը։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ եւ լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի ունի։ Արձանագրել ենք, որ էլի շատ կարևոր է ի տարբերություն նախորդ ժամանակներում ընտրությունների, բավականին ծավալուն աշխատանք են կատարել շտաբում եւ վերհանել են ստորագրությունների քանակի եւ ընտրողների վերջնական քանակի անհամապատասխանություններ, մոտ 340 տեղամասում 27000 ընտրողի տարբերությամբ այդ տվյալները ներկայացրել ենք, որպեսզի նաեւ պետական մարմիններից պարզաբանումների եղանակով հասկանանք ինչպես է ստացվում, որ ընտրողների թվից պակաս 27000 ստորագրություն կա մատյաններում։ Սա էական նշանակություն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո երկօրյա ժամկետում պետք է որոշվի դրա քննման ենթակա լինելու հարցը։ Բարձր դատարանը պարտավոր է որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ քան 15 օր հետո։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։